Փառք Տիրոջը, փառք Հիսուսին։ Օրհնյալ է Տերը, ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ Եբրայեցիս 10-րդ գլուխ 22-րդ համարի խոսքը նորից շարունակեմ։ Եթե ուշադրություն դարձրել եք այս վերջի ժամանակները, ես ինքս եմ այս համարների շուրջ մտածում, ինչի համար, ժողովուրդ ջան, ինչի համար, որովհետև Սուրբ Գիրքը մեզ ուղղություն է ցույց տալի Աստծուն մոտենալու, Աստծուն տեսնելու, Աստծուն ճաշակելու։ Եթե ես իր տունը, որը մենք ենք, որը եկեղեցին է, որը անհատներն են, Սուրբ Հոգու տաճարները, եթե ես այսօր իր տունը իր ուզածի պես չկառուցեմ, իր Սուրբ Հոգին չի իջնելու։ То есть ինչի նկատի ունեմ իջնելու, Սուրբ Հոգին իջել է արդեն մեր մեջ է։ Ուղղակի ես տեսնեմ իրան, տեսնեմ իր փառքը, տեսնեմ իր գործերը, իր իմաստության, իր հայտնությունների հետ հաղորդակից լինեմ, ժողովուրդ ջան։ Ինձ թվում է մեզանից յուրաքանչյուրի Աստվածապաշտ մարդկանց նպատակը սա է։ Աստված հայտնվել է մեզի, Աստված կանչել է մեզի, Աստված բացել է իր որդի Հիսուս Քրիստոսին, բայց մենք սրանով չենք բավարարվում, ժողովուրդ ջան, մենք ուզում ենք իր սիրտը ճանաչենք, իր այն հոգու մեջի են գանձերը, որ ինքը ունի իր տան համար, իր զավակների համար, ես ուղղակի ուզում եմ հաղորդակցվեմ, բայց հաղորդակցվելու համար, բայց մոտենալու համար նորից եմ ասում, իր ուզած չափերին պիտի համապատասխանի, իր ուզած կարգին պիտի համապատասխանի։ Գիտեք, ես մարդ եմ, ես ինչքան էլ, ասենք, իմ մտքի մեջ շատ բաներ կա, որ կուզենամ ավելին անեմ, ավելին, բայց հավատացնում եմ ձեզ, Աստված ճշմարտություն է թողել մեզի, եւ ասում է ճշմարտությունը ոչ պակասացրեք, ոչ էլ ավելացրեք։ Ես կարծես թե իմ նախանձավորությունից չբռնեմ այնպիսի բաներ անեմ, որ կարծես ուզենամ Աստծուն հաճելի լինեմ։ Պետք չի, ժողովուրդ ջան, ուղղակի անենք այն բաները, մնանք այն բաների մեջ, ինչը որ Աստված մեզ թողել է, ինչը որ Աստված ինքն է ուզում։ Ուրեմն կարդում եմ նորից Եբրայեցիս 10-րդ գլուխ 19 համարից մինչև 22-ը։ Ուրեմն եղբայրներ, համարձակություն ունենք սուրբ տեղը մտնելու Հիսուսի այրունով։ Համարձակություն ունենք սուրբ տեղը մտնելու Հիսուսի այրունով։ Այսինքն արդեն այդ գործը արած է, արդեն ճանապարհը հարթած է, արդեն դուռը բաց է։ Ուղղակի մտնել է պետք եւ համարձակությամբ է մտնել պետք։ Այն նոր ու կենթանի ճամփով, որ բացվեց մեզ վարակույրի մեջ են, որը իր մարմինը, եւ մեծ քահանա ունենալով Աստծո տան վրա։ Այսինքն ես նոր բաներ պիտի չանեմ, Աստծո սրբարանը մտնելու համար, Աստծո վերջապես, այսինքն ամեն ինչ արված է, ամեն բան Տեր Հիսուսը արել է իր խաչով։ Հիմա արդեն առաքյալը բացատրում է մեր կողմը։ Ուրեմն, եւ մեծ քահանա ունենալով Աստծո տան վրա, մոտենանք ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, սրտներս չար խշմտանք են մաքրված ու մարմիններս մաքուր ջրով լվացված։ Ես անցած անգամները անդրադարձել եմ այս ճշմարիտ սրտովը եւ լեցուն հավատքով, որը սա կարծես թե նախապայման է Աստծուն մոտենալու, Աստծո ուզածը սա է, որ մենք իրան անկեղծ սրտով, ճշմարիտ սրտով եւ լեցուն հավատքով մոտենանք։ Եվ մի նախապայման էլ կա, ասում է սրտներս չար խշմտանքից մաքրված։ Ուրեմն թարգմանություն կա, այսպես է թարգմանած, ասում է մեր սրտերը մաքրված խշմտանքը ծանրացնող հանցանքներից։
Հասկանում եք ինչ ասում, ժողովուրդ ջան։ Ասում է, մեր սրտերը մաքրված խճմտանքը ծանրացնող հանցանքներից։ Ուրեմն Աստծուն մոտենալու համար նաև պետք է մեր խիղճը մաքուր լինի, մեր խիղճը պարզ լինի։ Հիշում եք Պողոս ես ուղղակի համարները չեմ կարդա, հա, բանավոր կասեմ Տիմոթեոսին ասում է ունենաս հավատք եւ մաքուր խշմտանք, որ մի քանիսները սրանք իրանցից հեռացրեցին, մեկդի ձգեցին եւ նավակոծություն կրեցին հավատքի կողմանը։ Ուրեմն սա նախապայման է, ժողովուրդ ջան, սա պիտի մենք ջանքը գիտեք ինչի նկատի ունեմ, որ մենք ուշադրություն դարձնենք մեր անձերին, այսինքն ունենանք հավատք եւ մաքուր խշմտանք։ Սա Աստծո մոտենալու նախապայմաններից է նաեւ։ Հիմա ես ուզում եմ այսօր ճիշտ է, ես քարոզելու եմ, բայց նպատակս, ժողովուրդ ջան, նպատակս, որ մենք Սուրբ Գիրքը մեզի լուսավորի, որ մենք կարողանանք հասկանանք, որ այդ հասկացողությամբ նաև մենք ինչ անենք, մեր խիղճը մաքուր անենք Աստծո առաջ։ Եվ հիմա մենք կտեսնենք դա ոնց է լինելու։ Բայց մինչև մաքուր խշմտանքին անդրադառնալը, ժողովուրդ ջան, որպեսզի մեզ ավելի լավ հասկանալի լինի, ես ուզում եմ անմաքուր խշմտանքին մի քիչ անդրադառնամ, հա, անմաքուր խշմտանք։ Սուրբ Գիրքը դրա մասին էլ է խոսում, ասում է պիղծ խշմտանք, խանձված խշմտանք, սրանք նույն բաներն է, ուղղակի հասկանալու համար, որ ինչ է Աստված ուզում եւ որն է մաքուր խշմտանքով կյանք ապրելը Աստծո առաջ, եկեք մի հատ Սուրբ Գիրքը մեզի լուսավորում է, ժողովուրդ ջան, եկեք մի հատ հասկանանք, որն է անմաքուր խշմտանքը։ Ուրեմն Տիմոթեոսի մեջ Առաջի Տիմոթեոս 4 գլուխ առաջի համարներից ասում է հոգին հայտնի կսե թե վերջին ժամանակները մի քանիսները հավատքի դեմ պիտի ապստամբեն եւ մոլորացուցիչ ոգիների եւ դևերի ուսմունքին ուշադրություն պիտի անեն ստախոսների կեղծավորությունով որոնց խշմտանքը խանձված է ստախոսներ, հա բանսարկուներ, խարդախներ, կեղծավորներ, որոնք ներսի իրանց խիղճը պղծել են, իրանց խիղճը այրել են, հա, չգիտեմ ինչ բառերով ասեմ, սուր գրային, ասենք, խանձել են իրանց խշմտանքը։ Եվ այսպիսի մի դիպվածել կա Տիտոսի մեջ ասում, Մերություն Տիտոս։ Ուրեմն Տիտոս առաջի գլուխ 15-16 համարները պիտի կարդամ։ Ամեն բան մաքուր է մաքուրներին, բայց պիղծերին ու անհավատներին բանը մաքուր չէ, հապա անոնց միտքն էլ խշմտանքն էլ պղծված է։ Խոստովանեն, թե Աստված կճանաչեն, բայց իրենց գործերով կուրանան, պիղծ ու անհնազանդ լալով եւ ամեն բարի գործի անհնազանդ։ Ժողովուրդ ջան, ուրեմն սա դատապարտություն է, երբ որ հավատացյալի խիղճը այն որ ասում է իր խիղճը, իր հոգին ծախեց սատանային, չէ՞, այսպիսի արտահայտություններ կա, կամ ասում է իմ խիղճը իմ Աստվածն է, ես իմ խիղճի առաջ մաքուր եմ։ Ժողովուրդ ջան, սա չի կարա առանց Հիսուս Քրիստոսի, սա ուղղակի իրանց ներքին ձայնը, խշմտանքի ձայնը լրացրել են, պապանձեցրել են եւ անօրենությամբ, կեղծիքով, ստությունով ապրող մարդիկ են, որոնց էլ ներսը չի խոսում իրանց հետ։ Իրանց խիղճը իրանց ոչ հանդիմանում է, ոչ սովորացնում է, ոչ էլ ուղղություն է ցույց տալի։ Այսպիսի մարդկանց ասում է Սուրբ Գիրքը, խշմտանքը պղծված, հա, միտքը ունայնացած մարդիկ են։ Այս վերջի ժամանակները, գիտեք, ասենք, մեր ազգի մեջ ինչ է կատարվում, ես ուղղակի շատ բաներ չեմ ասի, ասենք, մարդուն բռնում են անօրենության վրա, անառակության վրա, ստության, թմրանյութերի,
կաշառքների, ասենք գողության, ամեն ինչի վրա բռնում են։ Եվ այդ մարդը կանգնում է ամբողջ ժողովրդի առաջ ասում է, ես նես բան չեմ արել, որի համար ամաչեմ։ Հասկանում եք ժողովուրդ ջան։ Ես ուղղակի բացատրում եմ, որն է չար խշմտանքը, որն է խանձված, անօրեն խշմտանքը։ Այսինքն, այս մարդը էլ ներսից չունի, որ պիտի Աստված իր խշմտանքի միջոցով իր հետ խոսա։ Գիտեք, ես սա եղել է հաճախակի ասել եմ, երբ որ հաղորդությունների ժամանակ ասում եմ ժողովուրդ ջան, պատկերացրեք, որ մենք հանդիմանություն չունենանք, մեզ, ասենք, ներսի ձայնը չխոսա, հա? Սա լավա թե վատ է ժողովուրդ ջան։ Երբ որ քո ներսի ձայնը, քո խշմտանքի ձայնը քո հետ խոսում է, դու ուրեմն կենդանի ես Քրիստոսի մեջ, դու հոգով կենդանի ես ժողովուրդ ջան։ Վայ են մարդկանց, ում ներսը էլի իր հետ չի խոսում, հա? Իր սխալների, իր չարությունների համար չի խոսում, ուղղակի այս մարդու խշմտանքը լրացված է, այս մարդու խշմտանքը խանձված է, ապականված է, լավ, այդ պիղծ բառը մի քիչ ես էլ չեմ սիրում, հա, ապականված է։ Օրհնյալ է Տերը, ժողովուրդ ջան, օրհնյալ է Տերը, մենք հավատքի ժողովուրդ ենք, մենք Աստծուն սիրող մարդ ենք։ Ես չեմ կարծում, ես ուղղակի սա բացատրում եմ, ես չեմ կարծում, որ մեր մեջ կլինեն այսպիսի մարդիկ։ Սա ուղղակի բացատրում եմ, որ մենք կարողանանք զանազանել անմաքուր խշմտանքը որն է, չար խշմտանքը որն է, հա? Որ էլ իր հետ էլ այլևս չի խոսում, լռել է այդ ներքին ձայնը, որը նաև ես հիմա այդ համարներն եկը կարդամ, որը նաև Աստված է ներգործում, հա? Ուղղելու, շտկելու, զղջալու, խոստովանելու, մաքրվելու համար։ Փառք Հիսուսին, եթե հասկացանք, եթե Տերը օգնական լինի, եթե չէ, Տերը օգնական լինի, մենք կարողանանք հասկանանք ինչի համար, որ գիտեք, երբ որ ճշմարտությունը իմանում ես, ճշմարտությունը ուժ է, ես սա տեսել եմ իմ կյանքում, ժողովուրդ ջան։ Շատ անգամներ ա, որ ինձ վախերի մեջ եմ ընկել, թուլությունների, հա, ասենց կարծես թե չեմ կարողացել Աստծո խոսքը, Աստծո միտքը հասկանամ եւ իմ համար դժվար է եղել։ Բայց օրհնյալ է Տերը, երբ որ կամաց հասակի հետ համահունչ, ասենք սովորացնում է ճշմարտությունը։ Բայց մի ուրիշ խշմտանքի վիճակել կա, ժողովուրդ ջան, սրան էլ եմ ուզում անդրադառնամ, որ նորից եմ ասում, մեր համար պարզ լինի, մաքուր խշմտանքը որն է, որ Աստված ուզում է, որ մաքուր խշմտանք ունենանք։ Ուրեմն մի խշմտանքի խղճահարության, հա, մի հոգեվիճակել կա, այսպես ասեմ, մի հոգեվիճակել կա, որ Սուրբ Գիրքը դրան անդրադառնում է, դա տկար խշմտանքն է։ Տկար խշմտանք, ժողովուրդ ջան, սա խանձված խշմտանքը չի, սա տկար խշմտանքն է։ Բայց որպեսզի ավելի լավ հասկանանք, ինքը տկար բառը մեզի հուշում է, ժողովուրդ ջան։ Տկար ինչ է նշանակում։ Թույլ, հա, հիվանդ, վերջապես ասենք, հա, մեր հայերեն լեզուն ինքը հարուստ լեզու է, մենք կարող ենք ամեն բառի հոմանիշներով հասկանանք։ Տկար խշմտանք, սա այն վիճակն է, որ մարդը, լավ, եկեք Սուրբ Գրքից կարդամ, Հռոմեացիների 14-րդ գլխից, Հռոմեացիների 10, ես մի քանի համարներ կկարդամ, ժողովուրդ ջան, ամբողջ կոնտեքստը չեմ կարդա, ասում է 14-ի 2-ից, մեկը կհավատա, թե ամեն բան կարող է ուտել, և ան որ տկար է, կանաչեղեն կուտե։ Սա ուղղակի համեմատություն է տանում, առաջի դարում մեծ խնդիր կար, հա, ժողովուրդ ջան, առաջի դարում մեծ խնդիր կար միս ուտելու։ Ոմանք Քրիստոսով, որոնք գիտություն ունեին, որոնք ազատ էին, կարողանում էին ամեն բան ուտեն, բայց որոնք էլ որ դեռ հələ տկար էր իրանց խշմտանքը, հա, իրանք հանդիմանվում էին դրանից, իրանք դա մեղք էին համարում իրանց։ Հիմա շարունակում ասում եմ, մեկը կհավատա, թե ամեն բան կարող է ուտել, եւ նա որ տկար է,
կանաչեղեն կուտե, սա ֆիզիկապես տկարի մասին չի խոսքը, հոգեպես, հավատքի մեջ։ Նա որ կուտե, շուտողը թող չանարգե, եւ ան որ չի ուտում, ուտողը թող չանարգե, վասնզի Աստված զանիկա ընդունել է։ Ամենակարևոր բանը գիտեք որն է, ժողովուրդ ջան, տկար խշմտանք ունեցող մարդը սա Աստծո կողմից ընդունված է։ Աստված այս տկար խշմտանք ունեցողին ընդունում է։ Սա խանձված խշմտանքը չի, խանձված խշմտանքը սա արդեն դատապարտությունն է, ժողովուրդ ջան, որոնք ասում է մի քանիսները իրանցից մեկդի ձգեցին եւ մոլորվեցին հավատքի կողմանը։ Բայց տկար խշմտանքը, այդ թույլ խշմտանքը, ինքը խշմտանք ունեցողին Աստված ընդունում է։ Հիմա շարունակության մեջ եմ կարդում, դու ով ես, որ ուրիշի ծառան կդատես, իր տիրոջը կկանգնի կամ կընկնի, բայց պիտի կանգնի, որովհետև Աստված կարող է նրան կանգնեցնել։ Մեկ օրը ուրիշ օրից ավելի կհարգե, մեկն էլ ամեն օրը մեկ կհամարե, թող ամեն մարդ իր միտքը հաճեսնե։ Նա որ կհոգա օրը, տիրոջը կհոգա, եւ նա որ չի հոգա օրը, տիրոջը չի հոգա, տիրոջ համար այսինքն։ Ու նա որ կուտե տիրոջը համար կուտե, քանզի Աստծմե կգոհանա, եւ ան որ չի ուտեր, տիրոջ համար է որ չի ուտում, ու Աստծուց կգոհանա։ Հիմա սա է ամբողջ խնդիրը, ժողովուրդ ջան։ Տկար խշմտանք ունեցող մարդիկ իրանք ամեն ինչի մեջ հանդիմանվում են, Այն որ մեղքել չի, էլի, ուղղակի դա որ դնում ես Աստծո լույսի առաջ, դա մեղքել չի, դա հանցանքել չի, բայց քանի որ իր խշմտանքը տկար է, թույլ է, հիվանդագին է, անընդհատ այդ լույսը վառում է, անընդհատ քեզ ասում է դու մեղք գործեցիր, եւ այսօր գիտեք ինձ 1000 անգամ ներողություն եմ խնդրում, ես քավ լիցի, խոստովանություններին դեմ չեմ, բայց ուղղակի հասկանալու համար նախ խոստովանություն ընդունողել չեմ, բայց ուղղակի հոգով զգում եմ, ժողովուրդ ջան, հոգով զգում եմ, որ այդ խոստովանությունների 80-90%-ը խշմտանքի հանգստության համար է։ Որովհետև գիտեք ինչի եմ այսպես մտածում, երբ որ մարդը չարություն արած, մեղք գործած, ասենք, վերջապես անուններ չտամ, ձեր հասկացած են ամենավատ մեղքերը գործած մարդը, որ գա եղբորը խոստովանի հաղորդությունից առաջ, եղբայրը այդ մարդուն հաղորդություն չի տա, հասկանում եք, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ մարդիկ ուղղակի այդ տկար, թույլ խշմտանքի մեջ, իրանք անընդհատ այդ ազդանշանը, կարծես թե այդ լույսը անընդհատ վառվում է, մեղք գործեցիր, տիրոջ համար, որովհետև տեսեք, այս 14:22-ում ասում է, դու հավատք ունես, զանիկա քեզ պահե, սա արդեն են ազատ խշմտանք ունեցող մարդկանց է ասում, Աստծո առաջ, երանի անոր, որ իր անձը չի դատապարտե, անով, որ ինքը կընդունի, բայց նա, որ կխղճահարվի, եթե ուտե, կդատապարտվի, վասնզի հավատքով չի ուտեր, քանզի ինչ բան, որ հավատքով չի մեղք է։ Հիմա նայեք, ժողովուրդ ջան, ասում է, նա, որ խղճահարվում է, եթե ուտե, լավ, ստեղ այսօր մսի խնդիր չկա, եկեք մեկ ռեալ մեր կյանքում նայենք, ինչ կա քո կյանքում, որ անընդհատ քեզ տանջում է, անընդհատ քեզ կրծում է, Մինչև անգամ, ասենք, եղբայրը կարա գա, քեզ ասի, որ դա մեղք չի, բայց քո մեջ նստած է արդեն, քո մեջ նստած է, որ ես այս ինչ բանը եթե անեմ, խոսքը մեղքի մասին չի, ժողովուրդ ջան, առօրյա, ընթացքային վիճակների մասին է, սա մեղք է, Սուրբ Գիրքը ասում է, Եթե պիտի անես ու պիտի խիղճդ քեզ դատապարտի, տեսեք դատապարտողը ոչ թե Աստված է, այլ խիղճն է դատապարտողը, ասում է մի արա, մի կեր, այդ միսը մի կեր, որովհետև ինչի համար, որովհետև դու հավատքով, ստեղ հավատքի խնդիրն է, ժողովուրդ ջան, հավատքը պիտի ավելի բարձր դիրքում լինի, հավատքդ ավելի պիտի առողջ լինի, որ դու կարողանաս քո ներսի այդ խղճի ձայնը հասկանաս, Ինքը ուղղակի
տկարը ինքը ուղղակի անընդհատ քեզ հանդիմանում է, հա, առանց պատճառի, պատճառով եւ առանց պատճառի։ Ժողովուրդ ջան, այսպիսի մարդիկ, այս տկար խշմտանք ունեցող մարդիկ սա պրակտիկան է ցույց տվեմ։ Ավելի հեշտ են մանիպուլյացիայի ենթարկվում, ավելի հեշտ են, ասենք, ազդեցությունների տակ ընկնում, հա, բայց այնուամենայնիվ սա դատապարտություն չի։ Սա ուղղակի ինչ վիճակ է, տկար վիճակ է, ժողովուրդ ջան։ Բայց քավ լիցի, Աստված չի ուզում, որ իր ժողովուրդը, իր զավակը, իր դուստերը մնա այս տկարության մեջ, այս թուլության մեջ, հա։ Ընդհակառակ, ուզում է, որ մենք լուսավորվելով մեր խշմտանքը, մեր խիղճը, հա, մենք խանձվածը հասկացանք, չմնա տկար վիճակի մեջ, հապա ինչ լինի, առողջ լինի։ Հասկանում եք, ժողովուրդ ջան, այն որ ասում է ունենաս մաքուր խշմտանք, սա առողջ խշմտանքի մասին է խոսում, ժողովուրդ ջան, ոչ թե թույլ ու տկար խշմտանքի։ Հիմա մենք անդրադառնալով, ես ուզում եմ ուղղակի մի համարել այս տկար խշմտանքի վրայով մենք նայենք Կորինթացիների 8-րդ գլուխ, առաջի Կորինթացիների 8-րդ գլուխ 7 համարը պիտի կարդամ։ Բայց ամենքը նույն գիտությունը չունեն, կարծես էլի մսին է անդրադառնում, ժողովուրդ ջան, ես ասում եմ, այսօր մենք մսի խնդիր չունենք, հա, բայց մենք ուրիշ խնդիրներ ունենք, ուրիշ բաներ ունենք, որ մեր վրա ծանրացած է։ Ասում եմ, ամենքը նույն գիտությունը չունեն, ոմանք կուռքերի վրայով նույն կարծիքը չունեն, միսը կուտեն կուռքերի զոհվածի պես, որովհետև իրենց խշմտանքը տկար է։ Իրանց խշմտանքը տկար է։ Ուրեմն երբ է խշմտանքը առողջանում, մաքրվում, վերևում ինչ ասեց, բայց ոմանք նույն գիտությունը չունեն։ Ուրեմն երբ որ իմաստությունը գալիս է, տվյալ իրավիճակի դու գիտես քո իրավիճակը, դու գիտես որտեղ է քեզ անընդհատ այդ լույսը վառում քո ներսը, հա? Անընդհատ խոստովանում ես չի հանգստանում, ինչ անում ես չի հանգստանում, ժողովուրդ ջան, ուղղակի տկար է։ Երբ է այդ խշմտանքը առողջանում, երբ որ դու համապատասխան գիտություն է գալի քեզ երկնքից, համապատասխան, ասենք, իմաստություն է գալի քեզ, եւ այդ ժամանակ ես իմ կյանքի փորձառությունից շատ բաներ կարող եմ պատմել, բայց չեմ անդրադառնա դրան, ժողովուրդ ջան, որովհետեւ ես ինքս անցել եմ սրա մեջով, դրա համար Տիրոջը խնդրում եի, ասում եի, Տեր, լուսավորի, որ հասկանամ, եւ Տերը ինձ բացեց եւ իմ ներսը հանգստացավ։ Գիտեք, ամեն պատճառի առանց, այն որ Աստված մեղք չի համարում, ժողովուրդ ջան, ես մեղք էի համարում։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Լսում եք, ժողովուրդ ջան, այն որ Աստված մեղք չէր համարում, ես մեղք էի համարում դա, եւ անընդհատ իմ առօրյա կյանքում ես հանդիպելով այդ վիճակի մեջ անընդհատ sense թուլանում էի, անընդհատ հանդիմանվելով, հա, ասում եմ, պիտի դատապարտի քեզի, ով պիտի դատապարտի, քո խշմտանքը, տկար խշմտանքը պիտի հանդիմանի, ժողովուրդ ջան, օրհնյալ է Տերը, թող Տերը մնացածը մեզ հասկացնի, ժողովուրդ ջան, ես ասում եմ, ես չեմ կարող, ես մարդ եմ, ես չեմ կարող ամեն իմ սրտի մեջի ունեցածը սենց բառ առ բառ շարադրերով փոխանցեմ ձեզ, բայց ես հավատում եմ, որ Աստված ինքը մեր մեջ լինելով, ինքը կարա քեզ ավելին տա։ Ես ուղղակի մի վերնագիր եմ ընտրել, բայց Աստծո հոգին կարա քո մեջը, հա, կարա քո մեջը առողջ, մաքուր, հա, Աստծո ուզածի պես խշմտանք ձևավորի։ Եվ հիմա անդրադառնալով նորից Եբրայեցիս մոտենանք Աստծուն ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, սրտներս չար խշմտանքից մաքրված։ Հիմա այդ մաքուր խշմտանք, ժողովուրդ ջան, մաքուր խշմտանքի համար, տեսեք, առաքյալը ինչ է ասում, երկրորդ Կորինթացիների առաջի գլուխ, երկրորդ Կորինթացիների 1:12-ը պիտի կարդամ։
վասնզի մեր պարծանքն է, մեր խշմտանքի վկայությունը, թե Աստծու առջև պարզամտությամբ և անկեղծությամբ ենք ապրում, ոչ թե մարմնավոր իմաստությունով, հապա Աստծու շնորհքով աշխարհի մեջ վարվեցանք, բայց ավելի դեպի ձեզ։ Հիմա նորից եմ կարդում, վասնզի մեր պարծանքն է և մեր խշմտանքի վկայությունը։ Հիմա առաքյալի խշմտանքը վկայություն տալիս էր իրան։ Ինչ էր վկայում։ Առաքյալ, դու մեղավոր ես, հա? Դու անարժան ես։ Դու դեռ հենց Տեր Հիսուսին պետք է այնքան ջանք անես, որ հասնես Տեր Հիսուսի փառքին։ Ոչ, ուղղակի առաքյալի ներսը վկայություն էր տալի, որ ինքը սուտ չի խոսում, որ ինքը կեղծավորություն չի անում, որ ինքը բանսարկություն չի անում, որ ինքը վերջապես, հա? Այսպիսի մտքին անդրադառնում է նաև Հռոմեացիների 9-ի մեջ, էլի նորից առաքյալը։ Ես այս համարները կարդում եմ, ժողովուրդ ջան, որ մենք ճշմարտությունը հասկանանք, ճշմարտությունը իմանանք և ճշմարտությունը մեզի ազատ կանի, և մենք այդ ազատությունով կմոտենանք Աստծուն, ազատությունով կպաշտենք Աստծուն։ Ուրեմն 9:1 Հռոմեացիների. Ստույգ կասեմ Քրիստոսով և չեմ ստեր, իմ խիղճս էլ ինձի կվկայե Սուրբ Հոգով։ Ուրեմն Սուրբ Հոգով խիղճը ինչ էր վկայում առաքյալին, որ ինքը պարզամտությամբ է ապրում, որ ինքը անկեղծությամբ է ապրում, որ ինքը խաբեբադ չի, հա, որ ինքը խարդախող չի, որ ինքը սուտ առաքյալ չի։ Ուրեմն Սուրբ Հոգու վկայությունը խշմտանքի միջոցով ունի։ Այսօր նայեք ժողովուրդ ջան, ասում է Սուրբ Հոգին մեր հոգիների մեջ կամ հոգիների հետ վկայություն է տալի, որ մենք Աստծո որդիներ ենք, Աստծո զավակներ ենք։ Ով ունի այս վկայությունը իր մեջ։ Պետք չի ասել, դու քո մեջ նայի, ով ունի այս վկայությունը իր մեջ, նա ինչ է անում, նա համարձակ է, հա? Նրա խշմտանքը մաքուր է։ Հիմա ես էլ կանգնել եմ, ես էլ խոսում եմ, ես էլ ապրում եմ, այսքան տարիներ իրար հետ քայլում ենք այս ճանապարհի մեջ։ Ոչ թե այն անօրենության անողների պես ասում եմ, գիտեք, ես ոչ մի բան չունեմ թույլ տված, ոչ մի մեղ չունեմ թույլ տված։ Խավլիցի, ես էլ եմ մարդ, ես էլ եմ տկարանում, ես էլ եմ թուլանում, ես էլ եմ սայթակում, բայց ինչ եմ անում։ Աստծու առաջ անկեղծ եմ, Աստծու հետ անկեղծ եմ։ Իմ հավատքը պահում եմ Աստծու առաջ, հա, մաքուր խշմտանքով, որ ես էլ կարողանամ ասեմ, մարդիկ, եղբայրներ, ես էլ մաքուր խշմտանքով կյանք եմ ապրել ձեր առաջ։ Ես ուղղակի նշել էի, չանդրադարձա, բայց կուզենամ մի կարճ, ժամանակ էլ չունենք։ Լավ, բանավոր կասեմ, Գործք առաքելոցի մեջ, երբ որ առաքյալը պիտի գնար Կորնելոսի տուն, հիշում եք ինչ կատարվեց, նախ տեսիլ տեսավ, հա, երկնքից թռչունները, այդ ամեն տեսակ կենդանիները, ասեց Քավլիցի Տեր, ես անմաքուր բան չեմ կերե, հետո ուշադրություն դարձրեք ինչ ասում Աստված, առանց խշմտանք անելու վերկաց ու գնա, առանց խշմտանք անելու վերկաց ու գնա, եթե Աստված այս խշմտանքի հարցը չլուծեր, սա տկար խշմտանքին է վերաբերվում, ժողովուրդ ջան, եթե Աստված Պետրոսի մեջ այս խշմտանքի հարցը չլուծեր, Պետրոսը չէր գնալու, որովհետև իրան իր ավանդույթները, հա, իր, ասենք, ազգային ավանդույթները խանգարելու էր, որ ինքը մտնի հեթանոսի տուն, հեթանոսների տուն։ Հիմա արդեն մաքուր խշմտանքը հասկանալու համար մենք տեսնում ենք, որ ասում է Սուրբ Հոգին վկայություն է տալիս, Սուրբ Հոգին վկայություն է տալիս։ Եբրայեցիս 13:18-ն եմ կարդում եւ ամփոփեմ։ Մեզի համար աղոթք արեք, վասնզի մեր համոզված ենք, թե մաքուր խիղճ ունենք եւ ամեն բանի մեջ կուզենք աղեկ վարմունք ունենալ։ Հասկանում եք, ժողովուրդ ջան, առաքյալը ասում է ամեն բանի մեջ մաքուր խիղճ ունենք եւ ուզում ենք լավը անենք, ճիշտը անենք, հա, մաքուրն անենք, Աստվածահաճոն անենք։ Օրհնյալա Տերը, հիմա ամփոփում եմ։
խանձված խշմտանք, չար խշմտանք, Աստված մի արածե, սա մահն է, սա հոգևոր մահն է, երբ որ մարդը իրանից մեկ դիանում, բայց եկեղեցու մեջ կա տկար խշմտանք, թույլ խշմտանք, բայց Աստված չի ուզում, դու ընդունված ես, այդ տկար խշմտանք ունեցողն էլ է Աստծունը, ասում է, քեզ ինչ դու ով ես, որ ուրիշի ծառային, նա որ չի անում, չի ուտում, նա իմ համար է, որ չի անում, դու էլ որ գիտություն ունես, ճշմարտությունով լուսավորված ես, անում ես, դու էլ ես իմ համար անում, բայց ասում է իրար մի դատեք, իրար մի սպանեք, նա որ, նորից եմ ասում, ինչ-որ մի բան, սիրելի քույր ջան, եղբայր ջան, ինչ-որ մի բան, եթե քո կյանքում կա, որ քո համոզմունքների մեջ տենց ձևավորվել է, որ դա մեղք կա, դա չարություն է, ու դու դրա մեջ չես առաջանում, բայց մեկ ուրիշն էլ, որ արդեն դրա մասին իմաստություն ունի, գիտություն ունի, և գալիս է քեզ ասում է, չէ եղբայր, չէ քույրիկ, դու սխալ ես անում, էդի մեղք չի, դու կարաս անես, Քրիստոսը մեզ թույլ է տալի, ասա ուղղակի եղբայր ջան, դու կարում ես այդ միսը ուտես, գնա քո միսը կեր, ես չեմ կարում, ես էլ չեմ հասունացել, ես էլ չեմ առողջացել, թող ես իմ բանջարն ուտեմ, հա ժողովուրդ ջան, կամ այդ բանջար ուտողը, երբ որ տեսնում է մի քույր, մի եղբայր ունի իմաստություն եւ Աստծո առաջ ապրում է ոչ իր պատկերացրած, ոչ իր սկզբունքներից ելած, ասենք, ձևով, հա, եւ գնում ասում է եղբայր դու մեղք ես գործում Աստծո առաջ, որովհետեւ այսպես ես անում, հարազատ ջան, դու գնա քո բանջարը կեր, թող այդ մարդը իր միսը ուտի, իրար մի դատեք, իրար մի ասենք անարգեք, երկուսդ էլ Աստծո առաջ եք ապրում, դու Աստծո համար չես անում, նա էլ որ անում է, Աստծո համար անում, բայց այնուամենայնիվ ժողովուրդ ջան, այնուամենայնիվ թող Տերը հասունացնի մեզ, մենք ամենքս գանք այս ազատ, հա, այս մաքուր, այս պարզ, հասունացած, ես սրան հասունացած եմ ասում, հասունացած խշմտանքի, եւ սա որտեղից է լինում, լուսավորվելուց, ժողովուրդ ջան, իմաստություն գալուց, հա, հասկացողությունից է գալի, թող Տերը այսօր մեզի լուսավորի, որ մենք մաքուր խշմտանքով Աստծո առաջ կանգնենք, օրհնյալ է Տերը, ես չգիտեմ ինչքան կարողացա փոխանցեմ իմ սրտի խոսքը, բայց հավատում եմ, որ Սուրբ Հոգին ավելին է տալու ձեզ, լեցուն է տալու, առատապես է տալու, ժողովուրդ ջան, եկեք կանգնենք Տիրոջ առաջ, մոտենանք Տիրոջը ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով և չար խշմտանքից մաքրված, ամեն։